Բարև ձեզ, պարոն Մարուքյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեզ հարցազրույց տալու եւ առաջին հարցը թերևս երեկվա եւ այսօրվա ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցի մասին, ինչ տվեց Հայաստանին այս այցը, իշխանությունը բավական ոգևորված է, խոսում է ծրագրերից եւ ներդրումներից նաեւ, իսկ իրականում ինչ դուք արձանագրեցիք այս այցի ընթացքում, ինչ շահեց Հայաստանը մեծ հաշվով։ Վստահաբար կարող ենք ասել, որ այցը Հայաստանի համար պատմական է, որովհետև առաջին ամերիկյան փոխնախագահի այցն է Հայաստանի Հանրապետություն։ Մենք նախկինում ունեցել ենք ամենաբարձրաստիճան այցը, որ եղել է, պետական քարտուղարի այցն է եղել, երբ որ Հիլարի Քլինթոնը հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը ժամանեց Հայաստանի Հանրապետություն։ Այս անգամ մենք ունենք ԱՄՆ փոխնախագահի մակարդակով այցելություն, ինչ վերաբերում է ստորագրված փաստաթղթերին, ապա միակ նորությունը իմ համար այն էր, որ մենք 11 միլիոն դոլարի գնել ենք այդ հետախուզական հայտնի դրոնները, որը եւ ցուցադրվեց եւ նաեւ դրա մասին հիմա շատ խոսվում է։ Մնացած մասով միջուկային էներգետիկայի խաղաղ միջուկային էներգետիկայի համագործակցության մասով ես խոսել եմ եւ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, եթե որոշում է կայացրել, որ ատոմակայանի կառուցումը իրականացնի Միացյալ Նահանգների հետ, պետք է այդ որոշումը լիներ հետեւյալ կերպ, որ մենք ուզում ենք ատոմակայան կառուցել, բայց ոչ թե փոքր մոդուլյար ատոմակայան, փակելով այս մեծ ատոմակայանը, այլ ռեակտոր կառուցվեր, որը ելի կլիներ նախկինի պես նույն հզորություններով եւ ոչ թե փոքր մոդուլյար ատոմակայան։ Փոքր մոդուլյար ատոմակայանի կառուցումը Հայաստանի Հանրապետությունում, ես չգիտեմ տեղիք ունենա թե ոչ, բայց մի բան գիտեմ, որ դրա սոուսի ներքո կփակվի այս ատոմակայանը գործող մեծամոլի ատոմակայանը, իսկ թե ապագայում ինչ ատոմակայանի տարբերակ կլինի փոքր մոդուլյարը վերջապես կառուցվի թե ոչ, դա մեծ հարց կմնա։ Եթե լավագույն սցենարով նայենք, հա, գիտենք, որ աշխարհում այն թեստավորման փուլում է, գիտենք, որ Ամերիկան նոր է այդ տեխնոլոգիան կիրառում եւ կառուցելու, պատկերացնենք, որ կառուցում են, հա, մենք ունենալու ենք հետեւյալ խնդիրը։ Մենք էլեկտրաէներգիայի արտադրող եւ մատակարարող երկրից դառնալու ենք էլեկտրաէներգիա գնող երկիր, որովհետեւ այդ փոքր մոդուլյար ատոմակայանը չի բավականացնելու Հայաստանի ծավալները եւ մեզ ասելու են Թուրքիայի Աքոյօղլու կառուցվող արդեն ընթացքի մեջ է կվերջացնեն ատոմակայանից գնեք էլեկտրաէներգիա, որը որ գիտենք, որ Ռուսաստանի Դաշնությունն է կառուցում Թուրքիայում։ Պարոն Մարուքյան, ճիշտ եմ հասկանում, որ չնայած իշխանությունը ասում է, որ դեռևս հայտնի չի, թե որ երկիրը պետք է կառուցի այդ ատոմակայանը, արդեն իսկ այս հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Հայաստանի իշխանությունը համաձայնվել է հենց Միացյալ Նահանգների հետ այդ գործարքը իրականացնել, այսինքն Միացյալ Նահանգներին վստահել մոդուլային ատոմակայանի կառուցումը։ Տեսեք, մենք փաստաթղթերը չենք կարդացել եւ այն հրապարակված չէ, բայց ես ԱՄՆ փոխնախագահի խոսքից հասկանում եմ, որ խոսքը գնում է Միացյալ Նահանգներից Հայաստան էքսպորտի մասին։ Այսինքն կարող է ինչ-որ ուրիշ երկիր կամ ուրիշ ընկերություն կառուցել ատոմակայանը մոդուլյար, բայց էքսպորտը, այսինքն դրա նյութերը, համապատասխան տեխնիկական բազան, ինչ-որ որ պետք է գնվի Միացյալ Նահանգներից, որից հետո նաև դրա սպասարկման հետ կապված էլի փոխնախագահի խոսքի վրա հիմնվելով, էլի պետք է իրականացվի Միացյալ Նահանգներից։ Հետարքեր նաև մեսիջներ կար հետարքիր ասուլիսի ընթացքում, եթե հայկական կողմի հարցերը ավելի շատ թրիփի, խաղաղության հետ կապված էին, Միացյալ Նահանգների լրատվամիջոցները հետաքրքրված են Իրանի հետ կապված հարցերով, Հայաստանի դիրքորոշմամբ եւ այդ թվում նաև թե ինչպես օրինակ Հայաստանը կարձագանքի օրինակ հնարավոր եթե գործընթացներ լինեն Իրանի հետ կապված, Վենսը նաև
առիթը օգտագործեց եւ Հայաստանում հայկական, այսպես ասած, հարթակ օգտագործելով կրկին քննադատեց Իրանի վերջին, այսպես ակցիաները։ Սա ինչ էր արդյոք IT ընթացքում գլխավոր հարցը նաեւ Իրանի հետ կապված գործողություններն են եղել եւ արդյոք կարծում եք, որ քննարկվել է Փաշինյանի հետ նաեւ Իրանի հետ կապված զարգացումները։ Գիտեք, դե բավականին փորձագիտական կարծիքներ կային, որ նաև փորձ է արվելու ճշգրտել երկու երկրների մոտեցումները Հայաստանի եւ Ադրբեջանի իրանական ճգնաժամի հետ կապված, եւ մենք գիտենք, որ նախագահ Թրամփը հիմա իր թիմով բանակցությունների մեջ է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ, եւ թե ուր կհասնի այդ բանակցությունները մենք հիմա չենք կարող կանխատեսել, բայց այն, որ ԱՄՆ բավականին ռազմական ներուժ է կուտակել Գազաշրջանում, դա միանշանակ է, մենք գիտենք։ Եվ նաև փորձագիտական կարծիքներ կան, որ եթե չստացվի բանակցություններով որոշակիության գալ եւ որևէ գործարքի հասնել, հնարավոր է, որ նաև տեղի ունենա ԱՄՆ-ի կողմից հարվածներ։ Մենք նաև ունենք տեղեկություններ, որ իսրայելական կողմը այնքան էլ չի ցանկանում, որ հիմա դա տեղի ունենա, որտեղ իրենք հասկանում են, որ պատասխան հարվածները տարածաշրջանի են երկրներին եւ հենց ու Իսրայելին կարող է շատ բարդ իրադրության մեջ դնել մերձավոր արևելքի ամբողջ տարածաշրջանը եւ հետեւաբար նաեւ իսրայելական աղբյուրներ կան, որ պնդում են, որ իրենք պատրաստ չեն նման զարգացումների։ Հույս ունեմ, որ որոշակի գործարքի կգան, կհանգեն, ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների հայտարարություններին, այսինքն թե Հայաստանում, թե Ադրբեջանում որ կլինի, ակնհայտ է, որ Միացյալ Նահանգներից եթե նայում ենք այս տարածաշրջանին, Իրանի Իսլամական Հանրապետությունը բնականաբար իրենց ռազմավարական թեմաների մեջ առաջնահերթ դիրք է գրավում։ Եթե դուք կարդաք Միացյալ Նահանգների նոր ազգային անվտանգության ռազմավարությունը, այնտեղ նույնպես հստակ արձանագրում կա Իրանի Իսլամական Հանրապետության վերաբերյալ, եւ հետեւաբար իրենք չեն կարող գալ հասնել տարածաշրջան եւ լրագրողների հարցերից խուսափել նշված հարցով։ Ամերիկյան լրագրողները անգիտ գիտեն, որ առաջնահերթություն կա Իրանի ճգնաժամի հետ կապված եւ ինչ պետք է արվի։ Բանակցություններով կլուծվի, թե նոր ռազմական բախման մենք կհանգենք։ Հայաստանի Հանրապետության համար շատ կարեւոր է, որ մենք մեր դիրքորոշումը, որը մշտական ունեցել ենք, որ մենք կարծում ենք, որ պետք է խաղաղ հագուցալուծում տեղի ունենա եւ բացարձակապես Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ կերպ չի ներգրավի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրականացվող որևէ process-ի, սա միանշանակ է, այս դիրքորոշումը պետք է շարունակել պահպանել։ Եվ թերևս վերջին, բայց իշխանության համար կարևոր մեսիջը J.D. Vance-ը խոսեց Նիկոլ Փաշինյանին աջակցելու մասին, հիշեց, որ նախընտրական տարի է եւ այս հանգամանքը ամենաշատն է համանաբար իշխանության ուրախացրել։ Արդյոք ԱՄՆ փոխնախագահի այցը նախընտրական տարում այսպես մեծ բոնուս է իշխանությանը Նիկոլ Փաշինյանին եւ դա ինչ որ ձեւով կազդի նաեւ հայ հանրության ընտրության վրա։ Ես կարծում եմ, որ միանշանակ ԱՄՆ փոխնախագահի այցը այս ժամանակահատվածում իր սիմվոլիկ դերակատարումը բնականաբար նաև ունի իշխանության համար, բնականաբար, եւ նաև պետք է մենք շատ այդ իմաստով իրատես լինենք եւ տեսնենք, որ դեռևս սպասվող process-ներ կան, որոնք բոլորը ծառայեցվելու են իշխանությունների համար նախընտրական շրջանում։ Օրինակ Վարչապետի այցը հիմա Վաշինգտոն տեղի է ունենալու, եթե չեմ սխալվում, փետրվարի 19-ին, որտեղ լինելու է Խաղաղության խորհրդի առաջին նիստը, որը նույնպես էլեկտորալ իմաստով ներքին սպառման նյութ է, որ նախընտրական տարում այն օգտագործվում է։ Մայիսի 4-ին սպասվող եվրոպական քաղաքական համայնքի նիստը, որը պետք է տեղի ունենա Երևան։ 50 պատվիրակություններ հաստատել են իրենց մասնակցությունները իմ տվյալներով, բնականաբար այդ 50-ի մեջ բազմաթիվ եվրոպական երկրների ղեկավարներ կլինեն, որը նույնպես այդ իմաստով դա է, որքանով որ հասկանում եմ, քարոզարշավի ժամանակահատվածում է լինելու, հենց քարոզարշավի, եւ դա նույնպես բնականաբար լինելու է իշխանության համար կարևոր խաղակարդ ընտրությունների ընթացքում կապիտալիզացնելու։ Սա միանշանակ է, այստեղ ես սահնում կասկած չունեմ։ Եվ պետք է նաև որևէ իլյուզիաներ ընդդիմադիր ուժերը չունենան, այն իմաստով, որ իշխանությունները բոլոր տեսակի իրենց ունեցած խաղակարտերը, թե ներքին, թե արտաքին քաղաքականության հետ կապված օգտագործելու են մինչև ընտրության օրը։
Սրանում ես որևէ կասկած չունեմ եւ այսինքն ինչ պետք է անեին իրենց ունեցած քաղաքարտերը չխաղարկեին, պետք է խաղարկեին։ Այստեղ այլ հարց է իշխանությանը դիմացը կանոնած ընդդիմադիր ուժերը ինչ են անում, ինչ պրոդուկտ են առաջարկում։ Էս է կարևորը։ Շնորհակալ եմ, պարոն Մարուքյան։